մենք պետք է պայքարենք բոլոր մեթոդներով, որը թույլ է տալիս սահմանությունը։ Բայց ես կարծում եմ, այս ամեն ինչը հիմա տեղի ունենում մի նոր միջավայրում, որտեղ իշխանությունները ուղղակի չեն կարող մարսել, մերժելը բոլոր առաջարկները եւ իրենց ուզած անելը։ Չեն կարող մարսել դա։ Ծանր տնտեսական վիճակ է ստեղծել, ծանր ֆինանսական վիճակ է ստեղծել, հենց երեք կարծես Moody's գործակալությունը հրապարակել է Հայաստանի ֆինանսական վիճակի բավականին ծանր տվյալներ, ըստ էության հայկական պետական պարտատոմսերը ռեյտինգով իջացրել է այսպես կոչված աղբային բանի, չմակարդակի, եւ սա նշանակում է մի բան, որ իսկապես տնտեսական վիճակը Հայաստանի շատ վատ է, մենք շարժվում ենք դեպի կոլապս։ Իշխանություններն էլ հասկանում են, որ նման վիճակում իրենք չեն կարողանա մարսել այսպես ասեմ վճռական անզիջում ընթացքը դեպի նոր ընտրակեղծարարություն չեն կարողանա ուստի ես չեմ ցանկանում հիմիկվանից մտածել նրա մասին թե ինչ պետք է անենք եթե նրանք մերժեն այս կոնսենսուսի կառուցումը Պարոն Ղուրաբյան, ենթադրվում է, որ այդ առաջարկները նաև 4 գումարած 4 ձևաչափում դուք կներկայացնեիք, որտեղ խորհրդանու ներկայացված հիմնական ուժերը, ընդդիմադիրները նկատինում կողմ էին այդ առաջարկները ներկայացնելուն, բայց կարծես թե այդ քննարկման ձևաչափը կամ ձևը չի երևում։ Ինչու չի երևում։ Այսօր իշխանությունն էլ ասեց եւ քաղաքացիական հասարակության որոշակի ներկայացուցիչներ։ Այսինքն, եթե ես ճիշտ եմ հասկանում, 4 գումարած 4 ձևաչափի առաջի 2-4-երի հետ խնդիր չի առաջանում։ Խնդիրը առաջանում է մյուս 4-ի հետ։ Հասարակական կազմակերպությունների։ Ես կարծում եմ, այդտեղ էլ շատ հեշտ լուծումներ կան։ Նախ մենք պետք է թողնենք, որ հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը ինքը կողմնորոշվի։ Այո, բարդ խորհրդատվություններ են, բայց այդ խորհրդատվությունները առաջ են գնում եւ կան շատ պարզ չափանիշներ, որոնք պետք է ընդունելի լինեն եւ իշխանության համար եւ ընդդիմության համար։ Այդ գործի մեջ պետք է ընդգրկվեն այն հասարակական կազմակերպությունները կամ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բազմամյա փորձ ունեն պաշտպանելու ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքները Հայաստանում, որոնք բազմամյա փորձ ունեն քաղաքացիական դիտորդական առաքելություններ կազմակերպելու եւ ընտրություններին վերահսկելու։ Այդ կազմակերպությունները այդքան շատ չեն։ Շատ հեշտ է, եթե իսկապես այս չափանիշները որդեգրվեն, իսկ դրան չի կարող դեմ լինել ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը, այդ չափանիշներով ընտրել 4 ներկայացուցիչ, շատ պարզ խնդիր է։ Պարոն Ղուրաբյան, ասում եք հեշտ է, բայց նոր օրինակ Լևոն Բարսեղյանը ասում էր, որ դա մեզ համար անլուծելի խնդիր է այս պահի դրությամբ։ Ոնց ենք որոշելու, փորձել ենք որոշել, փորձել ենք քննարկել հարցը, բայց հասկացել ենք, որ չենք կարող։ Հիմա ուրեմն մենք տեսնենք ուր են հասել իրենք, որովհետև մեզ դեռ չեն ասել, որ այդ խորհրդատվական գործընթացը ավարտվել է առանց արդյունքի կամ անլուծելի է։ Մեզ նման բան դեռ չեն ասել։ Եթե իսկապես այդպես է, մենք բնականաբար շտկումներ կմտցնենք, կփորձենք այլ կերպ ձևակերպել մեր առաջարկը, բայց եթե դեռ կան հույսեր, որ կարելի է ձևավորել այդ ֆորմատը, ես կարծում եմ այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել։ Պարոն Ղուրաբյան, ինչպես եք պատկերացնում, դուք ձեր 4 ներկայացուցիչներին քաղաքացիական հասարակության 4-ին եւ իշխանությունների 4-ին կներկայացնի եւ կորոշեք արդեն քննարկումների օր։ Ինձ իշխանությունը ինչ է առաջարկել, ասել է ներկայացրեք ցուցակը։ Հիմա ցուցակ ներկայացնելուն խանգարում է միայն այն վիճակը, որ դեռ ձևավորված չի քաղաքացիական հասարակության պատվիրակությունը։ Միայն դա է խանգարում։ Հենց որ դա լինի, այդ ցուցակը ես կներկայացնեմ, այսինքն այնտեղ շատ պարզ է։ Իշխանական կոալիցիան թող ինքը որոշի իր 4-ը ներկայացուցին, ամեն խմբակցություն, որը իշխանական կոալիցիայից դուրս է, թող ինքը որոշի իր ներկայացուցին, այդտեղ ամեն ինչ պարզ է։ Բոլոր խմբակցությունները ընդդիմադիր համաձայններ են մասնակցել այս ֆորումին։ Այո, համաձայն չէ, պարոն Ղուրաբյան։ Դուք ժառանգությունից ում եք խոսում։ Մենք խոսել ենք կուսակցության ղեկավարության հետ։ Արմեն Մարտիրոսյանի հետ եմ խոսել, այլ մարդկանց հետ եմ խոսել։ Այնպես որ որևէ խնդիր չկա, ժառանգություն կուսակցությունը կարող է իր որոշումները ընդունել։ Իրենք համաձայն են, այո, այդ բանին մասնակցել։ Ես չեմ կարծում որևէ մեկը խնդրեմ ունի այստեղ, որովհետև դա շատ բնական
տրամաբանական ֆորմատ է եւ բոլորին հնարավորություն է տալիս մասնակցել գործընթացին եւ իրենց տեսակետը առաջ բրթել։ Ես կարող եմ խոսել միայն Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից, բնականաբար մեզ համար առանցքային է լինելու են այդ 5 առաջարկները, որովհետեւ այդտեղ է որ իշխանությունը ամենամեծ դիմադրությունն է ցույց տալու, որովհետև իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այդ 5 առաջարկների իրագործումը լրիվ քանդում է դրանց ընտրակեղծարարության մեքենան։ 4-ը համաձայնում են ընտրացուցակների հրապարակումը չեն համաձայնում, ձեզ կբավարարի դա։ Եթե 5-ից 4-ը համաձայնում են բացի ընտրացուցակների հրապարակումը։ Նախ ես կարծում եմ, որ ամենակարևոր առաջարկը հենց ընտրացուցակների հրապարակման առաջարկն է, որը եթե լուծվի 60-70% ընտրակեղծարարության միանգամից փակվում է։ Ուստի եւ ես հիմա որևէ պատրաստակամություն չունեմ զիջելու այդ հարցում։ Իսկ թե ինչպես կվարվենք, ինչին կգանք, դա դժվար է ասել։ Համենայն դեպս ցուցակների հրապարակման խնդիրը, որը ամենակոնսենսուսայինն է, ըստ էության անգամ դաշնակցությունն է աջակցում այդ առաջարկին, հիմա առաջնային է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա կարողանանք անցկացնել։ Ֆորմատի, այսպես ասած, քննարկումների ողջամիտ ժամկետը մինչեւ երբ է։ Կան սահմանադրական ժամկետներ ընտրական օրենսգրքի ընդունման մասին, նշանակում է, որ այդ ընտրական օրենսգրքի ընդունման process-ը սպասարկող այս ձևաչափը չի կարող դրանից ավել տևել, այսինքն դա պետք է ինչ-որ արդյունք տա։ Եվ ասեմ, արդյունքը շատ պարզ է, կամ մենք գալիս ենք համաձայնության, այդ դեպքում ամեն ինչ արդեն շատ պարզ է դառնում, մենք քեֆ ուրախությամբ ընդունում ենք բանակցած, այսպես ասած, նախագիծը ազգային ժողովի լիագումար նիստում, որտեղ բոլորը համաձայն կլինեն այլևս, կամ այդ համաձայնությունը չի կայանում, ինչը նշանակում է, որ մենք չհասանք կոնսենսուսի, այդ դեպքում արդեն պարզ կլինի, թե այդ ձախողման, կոնսենսուսի ձախողման համար, որ ով է կրում պատասխանատվություն։ Պարոն Զուրաբյան, դուք ասում եք, որ ցուցակների հրապարակումը ամենաառանցքային կետն է, դրանից չեք պատրաստվում հրաժարվել, նույնը իշխանությունն է ասում մոտավորապես, որ դրանից չեն պատրաստվում հրաժարվել, այսինքն չեն զիջելու, չեն համաձայնելու հրապարակել։ Ստացվում է, որ կամ դատապարտված է այս աշխատանքը այդ ուղղությամբ արվում է, կամ էլ ինքնանպատակ։ Չէ, մի րոպե, ինչ է ասել իշխանությունը։ Ասել է, որ մենք չենք հրապարակելու, մենք ընդհանրապես մեխանիզմներ ենք կիրառում։ Չէ, կներեք։ Այս պահին իրենց դիրքորոշումը դա է։ Եվ իրենք արդեն նահանջել են բավականաչափ, արդեն նորանոր մեխանիզմներ են առաջարկում այդ ցուցակների նկատմամբ հանրային վերահսկողություն հաստատելու եւ այլն եւ այլն։ Այսինքն հələ դեռ բանակցություններ չմտած, իրենք բավականին փորձում են առաջ գնալ, զիջումներ անել եւ այլն եւ այլն։ Բայց ես բոլորիդ հավաստիացնում եմ, ինչ էլ հիմա իրենք ասեն, դա ընդամենը այս պահին իրենց դիրքորոշումն է։ Վստահ եղեք, որ այլևս միջազգային ֆորմատում որևէ արգելք չկա ցուցակների հրապարակման համար եւ իշխանությունը շատ լավ գիտի դրա մասին։ Ասում են Վենետիկն չկա նման բան։ Վենետիկի հանձնաժողովի որոշումները պարտադիր չեն։ Դրանք ոչ մի իրավական պարտադիր ուժ չունեն։ Սա մեկ, երկրորդը Ինչ վերաբերվում է Հայաստանին, տեսնելով, որ ինչ լայն կոնսենսուս է ստեղծված այս առաջարկի շուրջ, տեսնելով, որ Հայաստանում իրականում ոչ ոք մտահոգված չի իր մասնավոր կյանքի, չգիտեմ, պաշտպանության խնդրով ընտրական գործընթացի հարցում, այլ հակառակը, մտահոգված են բոլորը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման խնդրով, միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ սա Հայաստանի լուծելու հարց է։ Եվ պատահական չի, որ ԵԱԿ-ի ժմիգի վերջնական զեկույցում ըստ էության բերված են դրույթներ, որոնք լեգիտիմացնում են ցուցակների հրապարակման մեր պահանջը։ Պարոն Զուրաբյան, բայց այդ լայն կոնսենսուսը դեռ չկա։ Դահլիճում որևէ ՀԿ այդքան մարդ կա չարձագանքեց Դավիթ Հարությունյանի։ Դա շատ էժանագին հնարք էր, երբ որ Դավիթ Հարությունյանը առաջարկեց ձեռք բարձրացնել, նախ այնտեղ կային մարդիկ, որոնք մասնակցել են, բայց ձեռք չեն բարձրացրել եւ շատ էլ ճիշտ են արել, որտեվ արժանապատվությունից ցածր են համարել այդ էժանագին, չգիտեմ, դպրոցական հնարքներին ենթարկվելու։ Այնպես որ դա կներեք ոչ ապացույց է, ոչ էլ որևէ բան։ Դրա համար ես հարց տվեցի Դավիթ Հարությունյանին, ասեցի՝ «Իսկ դուք ծանոթ եք այդ 5 պահանջը ստորագրած կազմակերպությունների ցանկին»։ Ինքը խուսափեց պատասխանելուց, կամ ծանոթ չէր, կամ էլ ծանոթ էր, բայց
հասկանում էր, որ չի կարող ասել, որ դա լայն հասարակական կոնսենսուսին մոտենալու գործընթաց չի, որովհետև բոլոր հեղինակավոր հասարակական կազմակերպությունները այս խնդիրների շուրջ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ընտրական գործընթացների վերահսկողություն, բոլոր այդ հեղինակավոր կազմակերպությունները ստորագրել են դրա տակ։ Հիմա իհարկե ֆորմալ Հայաստանում կա 5000 ՀԿ։ Իհարկե կարելի է ֆորմալ ասել, գիտեք ինչ, կոնսենսուս չկա, ասենք 100 կազմակերպություն ստորագրել է, իսկ 4900 կազմակերպություն չի ստորագրել։ Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ սա էժանագին հնարք է։ Բոլորս հասկանանք, որ սա դեմագոգիա է։ Իշխանությունը այնուհանդերձ ասում է, որ վերջնագրերը լավ տեղ չեն տանի եւ խնդրում է, որ իրենց հետ վերջնագրերով չխոսել, այսինքն 5 կետ, սա է եւ զինջումներ այնուամենայնիվ հնարավոր է։ Նախ էս այն իշխանությունը չի, որ կարող է այդ լեզվով մեր հետ խոսել։ Սա նման ռետորաբանություն իրեն կարել թույլ տար մի իշխանություն, որը ասենք բավականաչափ լավ է ընկալվում հասարակության կողմից, պարկեշտ է, ընտրական գործընթացներում իրեն լավ է պահել, սա այդ իշխանություն չի, սա այն իշխանությունն է, որը ամենախայտարակ ձևով կեղծել է ընտրությունները, մերժել հայ ժողովրդի կամ արտահայտությունը։ Այդ իշխանությունը, նման տիպի իշխանություն իրավունք չունի այդ ձեր ասած կեցվածքը ընդունել։ Հակառակը իրենք հիմա պետք է ամեն ինչ անեն, որ ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ վերականգնվի։ Ես անգամ, եթե հիշում եք անցյալ լսումներին, ասեցի Դավիթ Հարությունյան, դուք գոնե հասկանում եք, որ դուք նման իրավիճակում կարող եք նաև ընդունել առաջարկներ, որոնց հետ համաձայն չեք, որովհետև այդ առաջարկների ընդունումով եք դուք ապահովելու ընդդիմադիր զանգվածի եւ հասարակության ինչ ասեմ հաշտությունը կամ ընդունումը այս ընտրական գործընթացի։ Պահանջներից որը կզիջեիք։ Ես չեմ ցանկանում խոսել, դրանք մինիմալ պահանջներ, ես չեմ ուզում որևէ բան զիջել, ինչու՞ պիտի զիջենք։ Ինչու՞ պիտի զիջենք։ Ասեն ուլտիմատումների լեզվով պետք չէ խոսել։ Ուրեմն թող գան բանակցությունների եւ առաջարկեն, առաջարկություններ անեն կամ հիմնավորումներ մեզ տան, թե ինչու մենք դրանցից որևէ մեկը պետք է զիջենք։ Մենք այս պահին որևէ հիմնավորում զիջելու չունենք։ Եթե այդպիսի հիմնավորումներ կան, թող իշխանությունը ներկայացնի, այդ բանակցությունները գաղտնի չեն կարող լինել։ Ավելին, մենք պնդում ենք, որ դա լինի լրատվամիջոցների ներկայությամբ։ Ուրիշ բան է, որ իշխանությունները պատասխանել են, որ իրենք ուզում են դա անցկացնել առանց լրագրողների։ Այսինքն մենք կարող ենք մի հատ կամերա դնենք, որ բոլորը նայեն, թե այնտեղ այնպես ինչ է խոսվում։ Ուղղակի իշխանությունը դրան չի համաձայնվի, եւ մենք չենք ուզում զոհաբերենք այս գործընթացը միայն այն պատճառով, որ նրանք լրագրողների ներկայության պահանջը չեն ընդունում։ Այդտեղ պատրաստ ենք զիջել։ Բայց դա կներեք որևէ մտահոգություն չպետք է առաջացնի որևէ մեկի մոտ, որովհետև մութ կամ կեղտոտ գործարքներ հնարավոր չի անել 8 քաղաքական ուժի մասնակցության բանակցություններում եւ գումարած 4 հասարակական կազմակերպություններ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր ռաունդներից հետո բոլորը դուրս են գալու եւ խոսելու են, թե ինչ է այնտեղ խոսացվել։ Իսկ ընտրացուցակների հետ կապված իշխանությունը հիմնավորում է, որ վստահված անձանց են հաստատելի լինել այդ ընտրացուցակները, ուստի այլ ինչ կա հրապարակելու դա։ Բայց կներեք, մենք ասենք գնացել ենք, բացել ենք այդ ցուցակները, գտել ենք զեղծարարության օրինակներ, մեր վստահված անձինք վերահաշվարկների ժամանակ։ Դիմել ենք դատախազությունը գնացել է, գործը անցկացրել է, մեղավորել ճանաչել է, դիմել է դատարան, 500,000 տուգանք վճարել են, թողել փախել են։ Այսինքն սա մեզ համար կարող է լուրջ գործընթաց լինի։ Իհարկե ոչ։ Այսինքն վստահված անձի համար այդ ցուցակի մատչելիությունը հարց չի լուծում։ Մենք ուզում ենք, որ դա լինի համազգային վերահսկողության գործ, որովհետև եթե այդ ցուցակները հրապարակվեն, արդեն բոլորը հնարավորություն կունենան աշխարհի որևէ ծայրից կամ Հայաստանում մտնել, համատել այդ ցուցակներում քվեարկած մարդկանց ինֆորմացիան, իրենց ունեցած ինֆորմացիայի հետ եւ բացահայտել բոլոր զեղծարարության ձևերը։ Նրանք ասում են, ուրեմն դուք ձեր վստահված անձին չեք վստահում։ Պարոն Շարմազանովը մոտարապես այս։ Ես կարծում եմ արդեն պատասխանեցի ձեր հարցին։